Ինձ եթե քննադատում են մեծահասակները, եկեք այդ թեման փոխենք։ Ինչի համար են քննադատում։ Շատ մարդիկ կա, որ մտածում են ես պարզապես այս ամենը չհագիր եմ անում, գալիս ասում եմ։ Չեն հավատում, որ դու վերլուծում ես, ինքդ ես մտածում։ Իսկ դու ինչ գիտես, որ կա այդպիսի կարծիք։ Անձամբ քեզ են ասել, թե համացանցային տիրույթում են Համացանցային տիրույթում են, բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Փոքրիկ իշխանը։ Էքսյուպերի։ Ֆիլմը Եվ Անկյունի։ երաժշտական կատարումը ես հիշում եմ դու կոմիտաս էիր սիրում նախորդ անգամ որ խոսեցինք, փոխվել են նախասիրություններդ, թե Հայերից կոմիտասի կվում կա, այլ ազգիներից տարվա եղանակները։ հրաշալի է։ Գիրք ունես գրած։ Ինչպես է կոչվում։ Փոքրերը եւս մտածելու իրավունք ունեն։ Հիմնականում ինչ ես ուզում ասել այդ գրքով։ Որ փոքրիկները նույնպես ունեն մտավոր աշխարհ եւ կարող են հետաքրքիր մտքեր ասել։ Իմ բոլոր մտքերի մասին է, որոնք որ ես ասել եմ իմ 1-ից 10 տարեկանի ընթացքում։ Իմ մոտ ամենաշատ տպավորվածը այն է եւ ես ասել եմ։ Մարդը շատ է փող սիրում, որովհետեւ եւ մարդ բավա հակառակ ես կարդում, դառնում է դրամ։ Ես նկատել եմ, որ այս աշխարհում փողն է ամեն հարց լուծում եւ մարդիկ փող շատ են սիրում։ Իսկ դու համաձայն ես, որ փողն է ամեն ինչ լուծում։ Խելքից հետո փողը։ Ցանկանում ես շատ գումար վաստակել։ Այդքան էլ չէ։ Հիշում եմ նախորդ անգամ երբ հանդիպել ենք, դու ասում էիր, որ ուզում ես գումար վաստակել, օգնել ընտանիքիդ, դու էլ քո լուման ունենալ։ Դեռ այդ գաղափարը կա, որ ցանկանում եմ աշխատել։ Ես հիշում եմ, բայց նախորդ անգամ դու բարեգործություններից էիր խոսում։ Եթե դու ունենում ես շատ փող, պետք է նույնիսկ շատ բարեգործություններ անես։ Ավելի ես ընկալվում մարդկության կողմից, ավելի հարգված ես լինում մարդկության կողմից։ Ինչ կուզես ասել այն երեխաներին, որոնք առաջիկայում կխաղան այս խաղերը, հաղորդակից կլինեն քո գաղափարին։ Ես օրինակ ճիշտ ասած վատամորճ երեխաների ցանկանում եմ իմ խաղերը նվիրել։ Հրաշալի բան ես մտածել։